Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Գիտես, թե ինչպես է մեր ընկերը։ Շատ վատ է։ Շատ դժվար է գիշեր-ցերեկ պարկած լինելն ու շարժվել չկարողանալը։ Ես շատ եմ խղճում նրան։ Մենք պետք է նրան տանենք Հիսուսի մոտ։ Նա Կափառնայում քաղաքում է։ Հիսուսը կարող է բուժել նրան։ Նրանք իսկական ընկերներ էին, քանի որ իրենց անդամալույծ ընկերոջը չէին թողել և նրան իր մահիճով տարան Հիսուսի մոտ։ Ցավոք, նրանք մի փոքր ուշացել էին։ Տունը, որտեղ Հիսուսն էր, արդեն շատ մարդիկ էին հավաքվել։ Նույնիսկ դռան մոտ մեծ ամբոխ կար։ Անհնար էր դռնով ներս մտնելը։ Բոլորը ցանկանում էին լսել Հիսուսին։ Ոչ ոք չէր կարողանում Աստծո մասին պատմել ավելի լավ, քան նա։ Ես մի միտք ունեմ։ Տեսնում ես աստիճանները, որոնք տանիք են տանում։ Ես պատկերացնում եմ, թե ինչի մասին ես մտածում։ Արի անենք դա, գնացինք։ Նրանք զգուշությամբ բարձրացրին իրենց ընկերոջը հարթ տանիք։ Հետո ծղոտե տանիքի վրա անցք բացեցին և իրենց հիվանդ ընկերոջն իր մահիճով իջեցրին ճիշտ Հիսուսի առջև։ Կօգնի նա նրան։ Հիսուսը վերև նայեց և տեսավ նրա ընկերներին։ Նա տեսավ նրանց հավատը, անդամալույծին ասաց. Քո մեղքերը ներված են։ Հիսուսը նրան ներում տվեց։ Ոչ ոք դա չէր սպասում։ Որոշ մարդիկ մտածեցին. ինչպես կարող է նա մեղքերը ներել։ Միայն Աստված կարող է մեզ ներել։ Նրանք դեռ չէին հասկացել, որ Հիսուսն Աստծո որդին է և կարող է ներել մեր մեղքերը։ Հիսուսը գիտեր, թե նրանք ինչ են մտածում։ Ձեր սրտերում ինչ եք մտածում։ Որն է ավելի հեշտ ասել. Քո մեղքերը ներված են, թե վեր կաց, վերցրու մահիճդ և քայլիր, բայց որպեսզի իմանաք, որ ես իշխանություն ունեմ մեղքեր ներելու։ Հիսուսն անդամալույծին ասաց. Ասում եմ քեզ, կանգնիր, վերցրու մահիճդ և տունդ գնա։ Ոչ ոք չէր շարժվում։ Այդ պահին անդամալույծը սկսեց շարժվել։ Նա կանգնեց, հավաքեց իր մահիճը և սկսեց քայլել։ Հիսուսը բժշկեց նրան։ Բոլորը փառաբանում էին Աստծուն դրա համար։ Նրանք զարմացած ասում էին. Մենք երբեք այսպիսի բան չենք տեսել։ Մի մարդ մեծապես օրհնված տուն գնաց։ Որոնք են Հիսուսի տված երկու նվերները անդամալույծին։ Գրիր մեզ, և մենք կպատասխանենք քեզ։ Եվ միշտ հիշիր, Հիսուսն ուզում է քեզ նույնպես օգնել։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։